Մարտի 8-ին կանանց միջազգային տոնի կապակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերածվել էր սիրո եւ երաժշտության կենտրոնի։ Հայտնի եւ սիրված երգիչ Սարոն հանդես եկավ մեծածավալ մենահամերգով, որը դարձավ օրվա գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը։ Օրագիր Նյուզի նկարանող խումբը հետևել է համերգի նախապատրաստական աշխատանքներին, պետք է փաստել, որ կազմակերպչական մակարդակը բարձր էր, ձայնային եւ լուսային ժամանակակից լուծումները խոստանում էին անմոռանալի երեկո, ինչն էլ լիովին արդարացվեց։ Համերգից առաջ նաեւ զրույց ունեցանք այն մարդկանց հետ, ովքեր սրտադրով սպասում էին համերգին։ Օնական բարձր տրամադրությամբ նշելու մեր բոլորիս տոնը։ Միջոցառման անխափան ընթացքը ապահովում էին նաև բազմաթիվ կամավորներ, ովքեր ժպիտով դիմավորում էին հազարավոր հյուրերին։ Նրանց համար այս համերգը ոչ միայն աշխատանք էր, այլև մեծ փորձառություն։ Շատ բարձր տրամադրությամբ, շատ ուրախ, լավ օրենք ունենալու։ Ես այսօր նկարահանել եմ համերգը, մեր սիրելի Սարոյին։ Նկարահանել եմ Հարութ Բալյանի, Արմենչիկի, Արամեի մենահամերգները։ Նաև զրույց ունեցանք համերգի կազմակերպչական աշխատանքները իրականացնող անձանց հետ, ովքեր փաստեցին, որ մեծ աշխատանք են իրականացնում եւ խոսեցին իրենց գործառույթների մասին։ Շատ ուրախ եմ, որ եկել եմ համերգին, թեկուզ որպես կամավոր, ուրախ եմ, քանի որ շատ եմ սիրում Սարոյին, իր երգերը շատ եմ սիրում։ Համերգային այո, առաջին փորձն է, բայց ուրիշ կամավորությունների էլի մասնակցել եմ, բայց որպես համերգ առաջինն է։ Պետքա ուղղորդենք հյուրերին իրենց ճիշտ տեղերով, դիմավորենք ժպիտով, ասենք համեցեք այստեղ այնտեղ ոնց որ նստացնենք իրենց ճիշտ վայրերով էլի տոմսի։ Համերգի ընթացքում դահլիճը մեկ միասնական բռունցք էր դարձել, հանդիսատեսը ոչ միայն ունկնդրում էր, այլև երգչի հետ միասին կատարում սիրված հիթերը։ Մարդիկ չէին թաքցնում իրենց հուզմունքը եւ երախտագիտությունը։ Համերգը սակայն առանձնացավ իր առանձնահատուկ շքեղությամբ եւ ընտանեկան ջերմությամբ։ Երեկոյի ամենասպասված եւ հուզիչ պահը դարձավ Սարոյի դստեր հայտնվելը բեմում։ Նրանց համատեղ ելույթը դահլիճում բուռն ծափահարությունների պատճառ դարձավ, խորհրդանշելով սերունդների կապը եւ անսահման հայրական սերը։ Համերգը տևեց մի քանի ժամ, թողնելով վառ հիշողություններ եւ էմոցիաների մեծ չափաբաժին բոլոր ներկաների սրտերում։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի տեսնեք, թե հետագայում ինչ զարգացումներ է տեղի ունենում հայկական շոու բիզնեսում։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։